Արտուշ Գաբրիելյանը համակարգի հնաբնակներից է 22 տարի է դատավորի պաշտոն է զբաղեցնում։ Հատկապես 2018-ի իշխանափոխությունից հետո քաղաքական ենթատեքստ ունեցող մի շարք աղմկահարույց քրեական գործեր է քննել եւ կալանավորման որոշումներ կայացրել։ Ասում են Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորն էիք։ Այնքան մարդկանց տարակ կալանքի, հիմա չեք զղջում, որ տարակ կալանքի այդ իրավիճակում դուք եք հայտնվել։ Գոնե դա չեք զղջում, գոնե էս մի հարց է։ Աղմկահարույց գործերից մեկը Սասնա Ծռերինն էր։ 2016 թվականի հուլիսի 17-ին զինված խումբը գրավել եւ 2 շաբաթ վերահսկողության տակ էր պահել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը։ Այդ ընթացքում 3 ոստիկան զոհվեց, հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին։ Ի սկզբանե գործը Գաբրիելյանն է քննել, սակայն 2017-ին նա որոշում էր կայացրել գործից մասեր անջատել ու փոխանցել այլ դատավորի։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Գաբրիելյանը իր վարույթում քննվող գործով կալանքից ազատել էր խմբի անդամներից 15-ին, չնայած նրան, որ ՊՊՑ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատները դեմ էին նրանց ազատ արձակելուն։ Իշխանափոխությունից հետո արդեն 2018 թվականին նա բավարարել էր մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը, սակայն որոշումը կայացվել էր առանց պաշտպանական կողմի մասնակցության, ինչը հետագայում հանգեցրել էր կարգապահական վարույթի հարուցման։ Հարությունյանը մեղադրվում էր ապացույցներ կեղծելու ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ Հայաստանում հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերին։ 2020 թվականի մարտի 15-ին Ռուսաստանում ձերբակալվել էր, իսկ հաջորդ օրը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ազատ էր արձակվել։ 2019 թվականին Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել պաշտոնեական դիրքի չարաշահման ու առանձնապես խոշոր չափերով գույքի վատ նման մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը։ Ուշագրավ է, որ գործի նախաքննության ընթացքում մի շարք միջնորդություններ մշտապես մակագրվել են դատավոր Գաբրիելյանին, ինչը պաշտպանների մոտ կասկածներ է առաջացրել մակագրման օբյեկտիվության հարցում։ 2019 թվականին Գաբրիելյանը բավարարել էր քաղաքացիական ակտիվիստ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդությունը։ Ամիսներ անց դեկտեմբերի 25-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ Մութաֆյանն ազատ էր արձակվել։ Նա մեղադրվում էր արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ։ 2020 թվականի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ։ Մինասյանը մեղադրվում էր ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու մեջ։ Ավելի ուշ, սակայն 2020 թվականի հունիսին վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր Արտուշ Գաբրիելյանի կայացրած կալանավորման որոշումը, իսկ 2022 թվականի հուլիսին Ինտերպոլը դադարեցրել էր Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը։ 2020 թվականին դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Հրայր Թովմասյանի տանը խոզարկություն կատարելու միջնորդությունը։ Նա այդ ժամանակ սահմանադրական դատարանի նախագահն էր։ Ըստ պաշտպանական կողմի այդ կերպ խախտվել էր Թովմասյանի գործառույթային անձեռնմխելիությունը։ Գաբրիելյանը բավարարել էր նաև Թովմասյանի սանիկին արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին կալանավորելու միջնորդությունը։ Նրան պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք էր առաջադրվել։ Փանոսյանը կալանավորվել էր, հետո ազատ արձակվել, ապա կրկին կալանավորվել։ 2020 թվականին Գաբրիելյանը բավարարել էր նաև $7 միլիոն կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։